Ողջույն հարգելի հայրենակիցներ, ինչպես տեղեկացրել էինք, Մայր Հայաստանը այսօր ներկա է գտնվելու Մայր աթոռում մատուցվող միասնական ժամերգությանը։ Մայր Հայաստանի թիմակիցներով այս պահին մենք արդեն Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ենք։ Այսպիսով մենք մեր աջակցությունն ենք հայտնում հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, մեր հայրենիքին նաև, մեր պետականությանը, որովհետև Նիկոլ Փաշինյանը Փաշազադեի հրահանգով հարձակում է գործել մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ եւ ահա դուք հիմա ես կադրերով ցույց կտամ, թե որքան քաղաքացիներ են նաև այստեղ եկել, որպեսզի իրենց աջակցությունը հայտնեն հայ առաքելական Սուրբ եկեղեցուն ու շատ նաև ցավալի եւ զարմանալի պատկեր տեսնում եք այստեղ ոստիկանների շարասյունը մեր եկեղեցու համապատկերին երևի նույնիսկ ամենասարսափելի երազում մենք չենք կարողանա պատկերացնեինք այսպիսի տեսարաններ, ահա տեսնում եք ոստիկանները այստեղ շարքով ամբողջ երկարությամբ այսպես կանգնած են, նաև ներսում են բազմաթիվ ոստիկանական ուժեր կուտակված, այսինքն Նիկոլ Փաշինյանը ինքը սադրանքներ հրահրելով եւ հարձակում գործելով եկեղեցու դեմ հայտարարում է, թե իբր այս մարդիկ մեր բազմաթիվ քաղաքացիները, ահա հեռվում տեսնում եք նաև ինչքան ժողովուրդ է հավաքված, իրենք են եկել այստեղ սադրանք իրականացնելու, մինչդեռ հավատավոր ժողովուրդը եկել է, որպեսզի իր աջակցությունը հայտնի մեր եկեղեցուն եւ թույլ չտա, որպեսզի Ադրբեջանի եւ Թուրքիայի հրահանգով հարձակումներ իրականացվեն։ Այստեղ նաև բնականաբար կլինեն բազմաթիվ սադրիչներ։ Ես մեր ժողովրդին կոչ եմ անում չտրվել այդ սադրանքներին։ Եվ այդպիսով նաև մեր միասնականությունը եւ մեր ուժը ցույց տալ ու նաև այս իշխանություններին ապացուցել, որ իրենք չեն կարողանա իրենց մեթոդներով հասնել այդ կեղտոտ նպատակներին եւ դրսից եկած հրահանգները իրականացնելուն։ Ահա դուք տեսնում եք, թե որքան քաղաքացիներ են հավաքվել եւ մարդկանց հոսքը Մայր աթոռ դեր շարունակվում է, նաև ոստիկանների հոսքն է շարունակվում Երևանից Էջմիածին եկող ամբողջ ճանապարհին այդ ոստիկանական մեքենաներն էին շարված։ Հարգելի հայրենակիցներ, ահա դուք ինքներդ տեսաք, թե ինչպիսի միջավայր է Մայր աթոռում, քաղաքացիները իրենց աջակցությունն էին հայտնում ամենայն հայոց վեհափառին, հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, այնպես որ ես կոչ եմ անում մեր քաղաքացիներին լինել միասնական, չտրվել
ադրբեջանա-թուրքական սադրանքներին եւ մեր միասնականությամբ ապացուցենք, որ իշխանությունները չեն կարողանալու հասնել իրենց ճղճիմ նպատակներին։ Ամեն